Պարոն Ավինյան, ձեր հայտարարագրերը ուսումնասիրելիս յուրաքանչյուր տարի ձեր եկամուտները աճում է, կկիսվեք հանրության հետ, ինչպես եք հարստանում այդ բանաձևով, իրենք էլ օգտվեն դրանից, կիսում եք Նիկոլ Փաշինյանի եկեղեցու ճակերտավոր ասած մաքրման աշխատանքներին, օրինակ ձեր խմբակցության ավականու անդամ տեսա Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ օրինակ Նավասարդ Կճոյանը փոշմանել է ուղղել է իր մեղքերը, ուզում եմ հասկանամ, դա իրենք ԿՊԱ-կանների մոտ են, հա, եկել մեղքերի թողության, ինչպես է դա իրականացվել, որ նմանատիպ հայտարարություններ է լինում տարբեր ԿՊԱ-կանների կողմից եւ նաեւ Երևանի զարդարանքի հետ կապված կոնկրետ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը չզարդարված է, կիսատ պրատ ինչ-որ լույսեր են կախված, ես տեսա, որ թաղապետը ինչ-որ կոմենտ էր գրել, որ տենդեր շահողը անհաջող է եղել, անհաջող կառավարիչի պատճառ չի արդյոք սա եւ արդյոք Մալաթիա Սեբաստիայի բնակիչները արժանի են այն իրավիճակին, ինչը կա, ի վերջո Երևանը միայն կենտրոնը չէ, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Գիտեք, մինչև իմ հանրային գործունեությունը եւ մասնավորապես որևէ պաշտոն ստանձնելը ես զբաղվել եմ տարատեսակ բիզնեսներով եւ մասնավորապես իմ ընտանիքի անդամներն էլ 90-ականներից զբաղվել են բիզնեսով եւ իրականում ձեր բոլոր հարցերի պատասխանները թափանցիկորեն արտացոլված են իմ հայտարարագրերում։